ապրիլյան կարճատև պատերազմ բազմաթիվ հարցադրումներ առաջ բերեց թե Սփյուռքում, թե Հայաստանում։ Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ բավական բազմամարդ հանրահավաք, ցույց Ադրբեջանի հյուպատոսարանի առջև, եւ այնտեղ ելույթ ունեցավ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, որը մի շարք հետաքրքիր հարցադրումներ հնչեցրեց։ Այսօր իմ հյուրն է Զարեհ Սինանյանը, ողջույն Զարեհ։ Ողջույն Կարեն։ Նախքան զրույցին անցնելը դիտենք տեսանյութը։ Հայաստանի կառավարության ուղղված հղումը գիտեք մեղմ ձևով եմ ասելու շատ, բայց սթափվեք, սթափվելու ժամանակն է եկել։ Խաղու բարի ժամանակը շուտ էր անցել։ Ինչ է նշանակում մենք կռվում ենք 80-ական թվերի զենքերով։ Ոնց կարող է դա ներելի լինել։ Ինչու է Երևանում պատտվում թանկարժեք այդքան մեքենաները։ Ինչու է Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրը այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է եւ մենք 80-ական թվերի զենքերով ենք կամ հպարտանում ենք, որ գործորդական հրացանով իբր թե անօթաչու սարք ենք խփել։ Դրջանալու ժամանակը շուտ է եկել։ Այս պատերազմը եւ այն իրականությունը ռազմաճակատում, որը իրենց բոլորին հայտնի է եւ մեզ էլ է հայտնի, թող բոլորից սթափեցնի եւ այսպես զարթուցիցի դեր խաղա։ Զարեհ, ձեր հարցադրումները, որ առաջ եք քաշում, իսկապես շատ լուրջ են։ Սրանք հարցեր են, որոնք որ Սփյուռքում միշտ չէ որ հնչում են, եւ եթե նայենք Հայաստանի անկախության տարիների պատմությանը, Սփյուռքի օժանդակությունը, աջակցությունը, օգնությունը Հայաստանին մշտապես դրսևորվել է ինչ-որ ծրագրեր իրականացնելու եւ այլնի ձևով, բայց ներդրումների եւ ինստիտուցիոնալ աջակցության առումով, հատկապես ինստիտուցիոնալ աջակցության առումով դա նշանակալի չի եղել։ Ձեր կարծիքով արդյոք պահն է կամ արդյոք պահը անցել է, որ Սփյուռքը ավելի շատ ներդրում ունենա Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման հարցում։ Կարեն ջան, պահը հասունացել էր երևի 91 թվականին անկախության հայտարարումից հետո, սակայն Արցախյան պատերազմի հետևանքով Սփյուռքը ինձ թվում է պարզապես այն դիրքում չէր զգում իրեն, որ պահանջատերի դերում լիներ, որովհետև պատերազմը պահանջում էր այսպես ռեսուրսների կենտրոնացում, որ պահանջում էր, որ մենք միահամուռ լինենք եւ շարունակենք աջակցություն Հայաստանին, բայց հետևանքները իհարկե մենք հիմա ենք տեսնում։ Լավ, եթե նույնիսկ մինչև 94 թվականի մայիս ամիսը կամ հունիս ամիսը հասկանալի էր դա, դրանից հետո Սփյուռքը շատ ավելի այսպես պահանջատեր եւ խիստ պետք է լիներ իր հայրենիքի հետ, իր հայրենիքի իշխանությունների հետ։ Սփյուռքը հստակ ինչ որ պահանջներ չի ներկայացրել հայրենիքի Հայաստանին, հիմնականում կառավարության մասն։ Եվ այդ պահանջները շատ տարրական են։ Ստեղծել մի երկիր, որտեղ ցանկացած յուրաքանչյուր հայի կյանքը ապահովված լինի, իրավունքները ապահովված լինեն, որտեղ հայ մարդը կարող է ապրել որպես արժանապատիվ էակ։ Այս ձևով հարցը երբեք չի դրվել, որի հետևանքները մենք այսօր ինչ-որ չափով տեսնում ենք։ Գիտեք, կարծիքներ են հնչում, որ դուք հեռու եք, ձեր ձայնը տակտեղից է դուրս գալիս։ Ես այդ արգումենտի իմաստը չեմ հասկանում, այսինքն պատասխան չի տրվում այն հարցադրումներին, որոնք առաջարկվում են, այլ միանգամից հարցակվում են այդ հարցադրումները դնողի վրա։ Դրանով ուշադրություն են շեղում։ Ինչ կապ ունի հեռու լինելը կամ տակտեղում։ Կարող է, ասենք, եթե ես որևէ հարցադրում եմ դրել, այդ հարցադրումը իմ նման մի քանի 100,000 չի տվել, կամ կարող է իմ հարցադրման մեջ որևէ խնդիր կար, որի մասին ցանկացած հայ այսօր չգիտի, տեղյակ չի։ Իհարկե ոչ, բայց չգիտես ինչու, այո, Սփյուռքում սա հաճախ չի հնչում։ Սփյուռքում ճիշտ ասած հնչում է, բայց ասենք Սփյուռքի ղեկավար մարմինները ներկայացնող կամ չգիտեմ ոնց ձևակերպեմ դա, բայց մարդիկ, որոնց ձայն ինչ որ հնչեղություն կարող է ունենալ, անցյալում ցավոք խուսափել են, այսպես անկեղծ դիալոգ ստեղծելու Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ դիալոգը իսկապես շատ կարևոր է, երբ նայում ենք Սփյուռքի խայտաբղետությանը, մենք տեսնում ենք, որ Սփյուռքը որպես միատարր ինչ-որ երևույթ չկա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ավստրալիա, մինչև Լատինական Ամերիկա, մենք ունենք շատ տարբեր գաղթօջախներ, շատ տարբեր օրակարգերով եւ թերևս մինչև այժմ, մինչև թերևս Հայաստանի
պետականության վերաստեղծումը հիմնական գաղափարախոսությունը սոսինձը եղել է ցեղասպանությունը։ Այդ ձեր կարծիքով արդյոք ժամանակը չէ կամ արդյոք ժամանակը չի անցել, որ Սփյուռքն ամբողջապես իր օրակարգի մասը դարձնի հայոց պետականությունը եւ այդ միավորող գաղափարը լինի հենց Հայաստանը։ Այո, նույն ձևով պետք է պատասխանեմ, որ այդ ժամանակ 91 թվականներ եկել անկախացումից հետո որևէ խնդիր, որ մենք ունենք մեր ազգային օրակարգի մեջ, լինի դա ցեղասպանության ճանաչումը, լինի դա Արցախյան մեր պահանջատիրության հաջողությամբ ավարտվելը, սրանք բոլորը ուղղակիորեն կապված են Հայաստանի Հանրապետության ներպետականության կայացման հետ։ Ուղղակիորեն, անուղղակիորեն այդ հարցերը ես համոզված եմ 100%-ով լուծում երբևէ չեն կարող գտնել, եթե մեր հայրենիքը չլինի ուժեղ, կամ եթե մենք չունենք պետականություն։ Դա բացառվում է։ Հետևաբար Հայաստանի պետականության կայացումը այս բոլոր մյուս գաղափարների իրագործման միակ երաշխիքն է։ Հետևաբար վերադառնում ենք նախորդ հարցին, որ որպիսի այդ պետականությունը հաջողվի, որպիսի մենք ունենանք այն հայրենիքը, որի մասին երազել ենք, պետք է համապատասխան ձևով մոտեցում որդեգրենք։ Իսկ Սփյուռքի այդ տարբեր խայտաբղետ լինելու հետ կապված դա իրոք այդպես է։ Փաստ է, ասենք Ռուսաստանի Սփյուռքը երևի ոչ մի առնչություն չունի արևմտյան ափի ամերիկյան Սփյուռքի հետ, բացի նրանից, որ ասենք գենետիկորեն մենք հայ ենք։ Մեր մտածելակերպն է տարբեր, մեր քաղաքական կուլտուրան է շատ տարբեր։ Մենք այստեղ մեծ ազատություններ ունենք։ Ես կարող եմ օրինակ վրդովվել նախագահի ինչ որ արարքների նկատմամբ կամ ինչ որ կոնգրեսմենի, սենատորի գնալ բողոքել, գնալ ասենք կուսակցական մեր մարմիններում բողոքել եւ ասել, որ քո արածը ասենք ստորություն է։ Չեմ կարծում, որ Ռուսաստանում որևէ Պետդումայի, ասենք, անդամ կամ որևէ ընտրյալ տեղական մարմնի, որևէ ընտրյալ կարող է լուրջ քննադատության ենթարկել տեղի մարմիններին։ Այո, իդեպ ասեմ, որ այս օրերին մենք դա տեսանք, երբ որ Ադրբեջանը ռուսական սպառազինությամբ հարվածում էր Արցախին, Ռուսաստանում որևէ բողոքի ձայն հայկական համայնքից որևէ քաղաքում չհնչեց։ Այո, եւ որը շատ տխուր երևույթ է, իհարկե, բայց երևի դա լրիվ ուրիշ թեմա է։ Նշեմ, որ ասենք մեր արևմտյան ափի համայնքը շատ տարբեր է մեր արևելյան ափի համայնքից։ Օրինակ, եթե մենք այստեղ ինձ թվում է ավելի մի քիչ պատրաստ ենք այդ երկխոսությունը հաստատելու մեր կառավարության հետ, որ ավելի պատրաստ ենք պահանջադեր դիրքերից այսպես մեկնարկելու։ Նոր Սփյուռքում ավելի հեշտ է, ավելի լավ է, ավելի հստակ է ընկալվում Հայաստանի իրականությունը այսօր եւ այդ իրականության չդիմակայելու, այդ իրականության դեմը չառնելու կամ չգիտեմ ոնց ասեմ, ինչ որ խնդիրները չլուծելու հետևանքները, քան ավանդական Սփյուռքում, որտեղ ասում են գիտեք 15 թվականից հետո հազիվ երկիր ունենք, եկեք ձայներս կտրենք, մեկ-մեկ էլ օգնենք։ Առանց գիտակցելու, որ այդ օգնությունը ժամանակավոր է, այն ասենք այսպես փոքր ծակուցուկեր կարող է փակել, բայց այն հսկայական խնդիրը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, որը իհարկե պետության կայացման, տնտեսության կայացման, օրենսդիր մարմինների կայացման, դատական համակարգի զրոյից երևի վերստեղծման խնդիրները ինչ որ ֆինանսական օգնությամբ չեն լուծվելու։ Դուք Միացյալ Նահանգներում շատ մեծ ազատություններ ունեք եւ կարող եք ամեն ինչ խոսել, բայց շատ ուշագրավ է, որ այդ ազատություններ ունեցող մարդիկ, որոնք ապրում են ժողովրդավար երկրում, երբ նրանց ժողովրդավար իրավունքները հանկարծ ոտնահարվեն, նրանք կբարձրաձայնեն դրանց մասին, բայց երբ գալիս են Հայաստան, որտեղ որ մարդու իրավունքները ոտնահարվում են, երբ որ ընտրությունները կեղծվում են, ժողովրդավարությունը ցածր մակարդակի վրա է, մեր Սփյուռքի կարկառուն գործիչները դրանց մասին Հայաստանում չգիտես ինչու չեն խոսում, արդյոք ճնշում չկա Սփյուռքի կողմից, նոր համայնքի կողմից ավելի բարձրաձայնելու այդ մասին, որովհետև լռելով չէ, որ խնդիրները լուծվում են։ Ճնշում իրոք կա, այս պահին ճնշում կա։ Ես ուզում եմ հավատալ, որ այս կարճ պատերազմը, կարճ բայց դաժան ու արյունոտ պատերազմը չսթափվող դեր է հանդիսանալու ոչ միայն մեր իշխանավորների համար, այլ նաև Սփյուռքի համար։ Նրանք էլ պետք է
մենք էլ չեմ ուզում դրանք ասել, որ ես կամաթական ես էլ եմ դրա մի մասը կազմում, մենք էլ պետք է մեր մոտեցումը լրիվ վերափոխենք, որովհետև կրկնում եմ, հետևանքները շատ վատը կլինեն եւ աններել ես օրինակ ինքս ինձ չեմ կարող ներել, որ ասենք լռեմ, շատ հեշտ է, գիտեք, լռելը ամենահեշտ բանն է։ Լռես Հայաստան գաս տարին մեկ անգամ բոլորի հետ նկարվես ու վերադառնաս Միացյալ Նահանգներ, դա ճիշտ չի, ես չգիտեմ, ամեն տարի ամեն ամառ Հայաստան եմ գալիս եւ փորձում եմ ոչ մեկի հետ չնկարվել երբևէ, որովհետեւ այդ նկարների մեջ իմաստ չկա, պետք է աշխատել, պետք է այսպես եղբայրաբար խորհուրդ տալ, անջատել լինել եւ միշտ հիշեցնել։ Խոշոր առավելություն, որ ճիշտ չի օգտագործվում կամ քիչ է օգտագործվում։ Մենք Հայաստանում այսօր ունենք ներդրումների զգալի անկում, մոտավորապես 50% անցյալ տարվա համեմատ, եւ շատ հաճախ ենք խոսում, որ ներդրումներ պետք է ներգրավեն։ Եթե նայում ենք զուտ սփյուռքյան ներդրումներին, դրանք իսկապես Հայաստանի տնտեսության մեջ բավական նշանակալի են եղել, բայց այդ ներդրումները հիմնականում եկել են վերտիկալ ձևով, այսինքն ներդրողը եկել է իշխանությունների ղեկավարության հետ համաձայնեցրել որոշակի խաղի կանոններ եւ իջել ներքևում ներդրում արել։ Ինչպես պետք է անել, որ ներդրումները գան հորիզոնական ձևով, նախ տնտեսության եւ ներդրումների իմաստով զուտ խոսքս ֆինանսական ներդրումների մասին է։ Ուրեմն ներդրումների անկում է տեղ ունեցել, դու ասում ես 50% անցյալ տարվա համեմատ, բայց եթե նայենք երևի 2007-2008 թվի կամ 2006-2007 թվի համեմատ, ապա այդ տոկոսը շատ ավելի սարսափելի թիվ է կազմում։ Իհարկե տեղի ունեցել, որովհետեւ այն էնտուզիազմը, այն ոգևորությունը, որով ուղղորդվելով շատ սփյուռքահայեր 2000-ականներին պատրաստ էին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետություն, այլևս գոյություն չունի։ Եվ գոյություն չունի այն նույն պատճառներով, որի պատճառով Հայաստանի տնտեսությունը անողորմ վիճակում է, որովհետև տնտեսական համակարգը կոտրված է, այն չի գործում, այն իրենից ներկայացնում է մոնոպոլիզացված այս մենաշնորհային ինչ-որ մի տարածք, այնտեղ գործել, այնտեղ ներդրում անելը առանց հովանավորչության այլևս հնարավոր չի, դրա համար մարդիկ չեն գալիս։ Հիմա կասեն նման բան չկա, գիտեք, փաստերը խոսում են շատ հստակորեն, եթե նման մթնոլորտ չլիներ, ապա բնականորեն ներդրումների անկում տեղի չէր ունենա։ Սփյուռքը, այո, իրենից ներկայացնում է Հայաստանի մասշտաբի երկրի համար անսպառ ռեսուրսների ակունք։ Եթե լինեն նախապայմանները, եթե լինեն նախադրյալները, եթե տեղում տնտեսական համակարգը առողջ լինի, այդ մենաշնորհները չլինեն, այդ ինչ որ դատական համակարգը պետք է գործի։ Գիտեք, ամեն բիզնեսային հարաբերությունների մեջ միշտ խնդիրներ են առաջանում, բայց եթե դու չգիտես խնդրեմ առաջանալուց հետո դու գնաս դատարան այդ հարցի արդյոք լուծվելու է արդարության օգտին թե ոչ, բնականորեն չես ուզում նման միջավայրում ներդրում անել եւ ռիսկի ենթարկել քո ռեսուրսները։ Սա հստակից էլ հստակ է իմ կարծիքով բոլորի համար հասկանալի է եւ զարմանում եմ, որ որևէ տեղաշարժ տեղ չի ունենում։ Երկրորդը մարդկային ռեսուրսների իմաստով իրոք մենք փոքր ազգ ենք, բայց իրականում մեծ ազգ ենք, որովհետեւ անկախ նրանից հիմա ասում են Հայաստանում 2 միլիոն մարդ է մնացել կամ 3 միլիոն մարդ է մնացել, մենք ունենք պոտենցիալ 9 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության մարդկային ռեսուրս։ Այսօր ասեմ, որ միայն մեր Սփյուռքում մտքներով ինչ մասնագետ որ ուզեք, ունենք հազարներով։ Այսինքն ասել, որ մենք ինչ որ մարդկային ռեսուրսների որպես ազգ պակաս ունենք, դա ցնորք է։ Նման բան չկա։ Բայց նոր կրկին եմ ասում, այդ մարդիկ ինչ որ Հայաստան գնալու աշխատելու համար ինչ որ նախապայմաններ են պետք։ Պետք է նախ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որ ասենք երիտասարդ մասնագետները, որոնք ընտանիք են կազմում, որոնք ապագա են ստեղծում, ցանկություն ունենան գալու Հայաստան կամ ապահով զգան իրենց Հայաստան գալու նկատմամբ։ Երկրորդը պարզ է, որ այդ մարդկանց էլ ինչ որ չափով նաև խրախուսել, հրավիրել է պետք Հայաստան։ Գիտեք, օրինակի համար ասենք 21-22 թվականից հետո, երբ այդ սկզբնական կարմիր տերորը վերջացավ Հայաստանում, առաջ եկան այսպես պետականամետ մարդիկ Միասնիկյանի նման, Խանջյանի նման, որոնք Սփյուռքից հավաքագրեցին տարբեր բնագավառների լավ մասնագետների, սկսած, չգիտեմ, Ալեքսանդր Թամանյաններով, վերջացրած
Ավետիք Իսահակյաններով եւ այլն, եւ արդյունքում մենք այսպես կոտրված, փշրված, ջարդի ենթարկված, սոված եւ հիվանդ մի ազգից հանկարծ վերածվեցինք 20, 30, 40 տարի հետո մի լրիվ ուրիշ ազգի, որը սկսեց հանճարներ ծնել, Արամ Խաչատրյաններ առաջ բերեց, չգիտեմ, մարշալներ տվեց այս աշխարհին, հարավոր գիտնականներ, արվեստագետներ, 100,000-ավոր ինժեներներ, այսինքն սա իրագործելի է լրիվ, բայց ինչ-որ մեկը պետք է աշխատի այդ ուղղությամբ։ Իսկ աշխատելը դժվար չէ, ավելի հեշտ է ինչ-որ ապրանք իմպորտ անել, մոնոպոլիա ունենալ, ծախել, աշխատել, նորից ապրանք իմպորտ անել։ Դա շատ ավելի հեշտ է, տարրական է, որևէ ինտելեկտուալ ուժ չի պահանջում։ Իմ կարծիքով սրանք են ֆունդամենտալ խնդիրները։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ զրուցակիցներ Զարեհ Սինանյանը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ։ Մնացեք Civilnet-ի հետ։